Հարց ես տալու ում ես բերելու, պատասխան չունի։ Հարց ես տալի ռուսին ես բերելու, ասում չէ։ Բայց ռուսի խազին է բերում, էլի։ Ակնհայտ ռուսի խազին է բերում։ Լավ հիշեք բոլորը։ Մինչև այն վերջին կաթիլս։ Պետք է դաժե կմեռնեն դրա համար։ Թող այն որ ասում ինձ սպանեն նորեդի անեն։ Ռուսը չի մտնելու այլևս մեր երկիր։ Ռուս այլևս կառավարություն չի լինելու։ Այդ ռուսակոզներին որ բերում եք են շարում եք հերթով մեկ սրամ մեկ դրամ, ամենուր մեկը ցալում է։ Սա ռուսամետներ են։ Ռուսի քազեր են, կոզեր են։ Սրանցից ոչ մեկը չի դառնալու կառավարություն, ոչ մեկը։ Ուր հավիտյան ականջների տողալ է։ Թույլ չենք տալու։ Պետք կնի բոյենք տալու։ Պետք կնի սաղի կհակենք, բեսպրիձելու կլսնենք բերտերը, եսի հիշեք, բայց թույլ չենք տա մեր երկիրը ստպկասնենք։ Պետության դեմ մտքներից հետ հանեք, որ կարակ ինչ-որ մի հատ խաղ տակ։ Հազիվ պետություն ենք ստեղծել։ Մեկիդ մտքով չանցնի, որ կարակ այդ դրոշին կպնեք։ Կամ դարձնեք գուբերնիա, մոռացեք հուր հավիցյա։ Ունեք ուրիշ գաղափարներ, ձեր ուղեղը հասանելի է ինչ-որ ուրիշ գաղափարներ, բերեք զրուցեն։ Չէ, մոռացեք Քոչարյան, Սերժ, Լևոն, Սամո մամո, չեմ անում, կարող է վաղը մի հատ էլ ուրիշ Պողոս Պետրոս դուրս գա Ռուսաստաններից, մոռացեք։ Նորից եմ կրկնում, պետք է լինի ժոստի բոյ ենք տալու։ Այդ որ ժողովուրդը չի հենում, ձեր նման հետույթները չի պատռում փողոցներում, այդ չի նշանակում, որ մենք չկանք։ Որ այդ ժողովուրդը էլ չկա։ Ուսները կտրեք, պրոստե ժողովուրդը հանգիստ իր կյանքով է զբաղվում։ Բայց պետք եղած մոմենտին պետք է լինի, այո, բոլորն էլ ոտի կկանեն։ Հենց չկասկածեք, էլի։ 100%։ Մի մարդու նման։ Ու դրանց ժողովուրդը սակաժներից կբռնի, կտանի, կգցի բանի սովետաշենի զիբիլանոցը, ոչ թե ասպանոցը։ Ուրեմն ովքեր հույս ունեն, որ կարան զորբայությունով, փողով, սպառնալիքով, ահաբեկելով, մարդկանց չգիտեմ ինչեր անելով, որևէ իրավիճակ փոխեն։ Իմացեք, որ մատերներդ մնալու է համապատասխան տեղերներդ։ Հայաստանը այլևս օրինական, իրավական, օրենքի դիկտատուրա ունեցող պետություն է, ու լիարժեք օրենք աշխատում է բոլորի համար։ Իմացեք, որ դա ոչ չի ստացվելու։ Որ օրենքի դիկտատուրա լինի, իրոք օրենքի դիկտատուրա լինի։ Աստված ձենդ լսի։ Ես ուզում եմ հասկանամ, այս մարդիկ, որ ասենք նստած Քոչարյանն են սատարում, ավել պակաս լոչվում էին Նիկոլի վրա, այս ենք անելու, այն ենք անելու, մեզ էլ առավոտից երիկում գրում էին մի քիչ մնացվածիկ, այսինքն էլի, այն տունտունիկ էին խաղում։ Արա, հերթով սաղի տարան։ Հիմա այդ տղերքը ուր են, այդ որ լոչվում էին Նիկոլի վրա, ուր են։ Ինչի Քոչարյանը չի գնում իր սաղ այդ ծանր հրետանին այդ իր սաղ փաստաբաններին խիչի տանում մցնում ընդ որ այդ տղերքին հանի։ Լծես հարց եմ տալիս։ Հենց այդ նույն Քոչարյանի սատարողները առավոտից իրիկուն էս TikTok-ներում քաշ է գալի։ Նստած զավզավություն է կանում։ Արա զարմանում եմ։ Կրուգասուտիսնի եւ մտնում ես եթեր են անում։ Տղամարդին դրանք աշխատում են բավարար։ Չեմ ջոգում բավարար ասեն ջա։ Հենց հարց եմ ուզում տամ։ Այդ որ բռնեցին տարան։ Ինչի Քոչարյանը չի հանում այդ տղերքին, հա։ Ինչի սաղ իր ծանր հրետանին չի լսնում, որ հանի տղերքին, որտեղ խորոված ունի ձեր վրա։ Որտեղ այդտենց օգտագործվելու եք, ձեր կյանքերը կոտրեք, հոդվածները դնեք ձեր վրա, ու աշտությունը լինեք։ Ռասխոդնի մատերիալ եք լինելու իրենց համար։ Ու դա նորություն չէ, էլի։ Զարմանում եմ, որ դուք այդքանից հետո նորից գնացել եք դրանց հետևից։ Ու էլի լիքը սիզի յասամակրոյ լիք կա։ Որ դուք ես տալ բացող չունի ուղերի մեջ։ Լիքն է կտեսներդ։ Լսի, սրանք չեն կարող հասկանալ։ Մի պարզ բան։ Անդիմությունը այսպես ֆիթնես կլուբեր ավացում, փողեր աթափում, որպեսզի փորձի հեղաշրջում անի, խի, որտեղ վստահ է, որ չի կրելու ընտրություններին, հասկացեք, արա քանի անգամ արդեն ասենք։ Եթե սրանք վստահ են, որ ընտրություններին կրելու են, խի մենի այդ փողերը իմաց ասեն։ Դա ասեք հասկանամ։ Խի, հենա 6 ամիս է մնացել, 6 ամիսը Եվրասմաշկը թարթես անցնելու է, թող կան ընտրությունների։ Ու դուք կտեսնեք իրանք ինչքան են կրելու։ Կտեսնեք։ Իրանք ոչ են անցնելու։ Դրա համար են ձեզ անընդհատ խառնում։ Դուք էլ ռասխոդի մատերիալ եք դառնում։
Ու հիմա բարձվում է, որ փողերով կանչել են, ոմանց էլ փողերը քցել են, տոր լավ են արել, լցրել են ձեր բերանը։ Իրանց չի հետաքրքրում։ Իհարկե։ Ոչ դրոշ, ոչ սահման, ոչ անկախություն, ոչինչ իրանց չի հետաքրքրում։ Իրանց հետաքրքրում է մի բան, որ իրանց սաղ ունեցվածքը հենց հիմա դատախազությունը բռնագանձել է։ Քրեական վարույթները շարունակվում են, որոշ գործեր մտնում են արդեն դատարաններ։ Էս է իրանց վառում։ Ու ձեզ օգտագործում են նորից։ Սաղ կյանքները օգտագործվել են։ Սաղ կյանքները։ Ասեմ ավելին, սաղ կյանքները սուսուփուս եք օգտագործվել, ձեր կամքի դեմ եք օգտագործվել։ Ու հիմա Նիկոլը տվեց ձեզ ազատություն, ձեզ տղա եք զգում, էլի, հելնում եք տարբեր ձևի, քրվում եք այլասերված ձևի։ Այսինքն զուգարան եք գնում հանրային կերպով, էլի։ Մարդ էլ զուգարան գնալուց Արսեն ջան, հելնի պատմին, հա։ Սրանք ամեն անգամ Ես ուղղակի ես քֆուր գրողներին, քֆուր տվողներին ուզում եմ հարցնեմ, այդ կան որ գրել եք, վստահ եմ շատ եք գրել ու որը գրելու եք։ Ուզում եմ հասկանամ, էլի, որևէ քաղաքական արդյունավետություն ունեցել այդ ձեր քֆուր գրելը։ Կամ ձեր, չգիտեմ, էլի, ձեր ուղեղը այդ կանա։ Արսեն ջան, իրանց չաթերը որ բացում են, իրանց չաթերը, իրանք գնում են ընդ ասում են, «Տես խար ինչ գրեցի»։ Հա, վերջ էտա, իրանց մակարդակը էտա։ Գլուխա գովում, էլի, գնացի բանը, քֆուր գրեցի եկա։ Ուի, քֆուր եմ գրել։ Կարացի քֆուր գրել։ Բայց իրոք էլի, լացելու գործը, դու հասկանում ես ինչի վրա են իրանք հաստատվում, գրելու վրա։ Ու այդ տղամարդկանց վրա Նիկոլ Փաշինյանը պետք է հույսը դներ, երկրորդական կռիվաներ Արցախի համար, որի համար Դավաճան են ասում։ Հասկանում ես։ Կամ մի հատ էլ հարց տան։ Էս ինչ երևույթ է, ահաս երևույթ է, էլի, սենց աննորմալ, անմակարդակ, լրիվ տուպոյ երևույթ է, էլի։ Որտե կորույս ծնողին ոնց կարողացած ձերբակալ են։ Արա ու դու կտծրած չեք։ Այսինքն որտե կորույս ծնողը կարա դուբինկեն վերցնի հարձակվի մարդու վրա, ինչա թե որտե կորույսը իրանց ձեռք չտան, լուրջ եք ասում։ Չէ, լուրջ։ Այսինքն որտե կորույսը կարա նստի գլխի քաքի, հա։ Սենց է դուրս գալի։ Կարա մտնի տուն կնգած շրինի, որտե կորույսը, հա, ձեր ասելով։ Յուրաքանչյուր հացագործություն ինքը կարա գործի, իրան կարելի է։ Որտե կորույսը, այ ինչ պահանջի պետք է հանես դնես դեմը։ Որտե կորույսը, չէ լուրջ։ Հերիք չի շարքեք, որտե կորույս։ Կրիմինակ ինքներ որտե կորույս։ Բամնացածը որտե կորույս, չի։ Հա։ Էս ճապուշ բաներ եք բերում, արա։ Հերի չի արդեն մարդկանց այն նուրբ լարելի վրա խաղա։ Այնքան խաղացիք, որ արդեն բոտերներից չի։ Հասկացա՞, ինչ էֆեկտ է տվել։ Այնքան դրեցիք շարքեցիք, որ արդեն բոտերներից չի։ Թե ով է մեր դեմը կանգնած։ Դուք եք մեղավոր։ Դուք բոլոր սրբությունները ոտնահարեցիք, այնքան շարքեցիք։ Դրա համար էլ հիմա կապ չունի ով է դեմս կանգնած։ Սխալա Բերլին ուտումա։ Они вас терпите. Что хотели, то и получили. Բենազան մանվելը ճիշտ էր անում, էլի որ սաղի կազդրած էր ման տալիս։ Այն որ ձեր մեքենաները չէիք կարում գարաժներից հանեիք, փրդում եք ձեր մեքենաները, գարաժները որտեղ վախում էիք, քշեիք, որտեղ գիրեիք, որ հանգարց ինչ որ իր լակոտներից մեկի դուրեք տանելու են։ Ուրեմն ճիշտ էր անում, էլի։ Կամ ձեր երեխեքին որ տանում էին այնտեղ փոխարեն սովորացնեին կռվել, զենք տիրապետել, տարածքը տիրապետել, փոխարեն դա սովորացնեին, տանում էին համբալություն էին անում ձեր երեխեքը։ Դրանց դվարեսներն էին, ռեստորաններն էին սարքում, իսկ նուրը քաղելու համար տանում էին լավ ծեծում էին, մորբանը ձեռն էին տալիս։ Ուրեմն ճիշտ են արել, էլի, հա? Ուրեմն ճիշտ են արել։ Այ հոգնածներ։ Ես ինչեր եք խոսում։ Չկա տենց բան, լյուբոյ հանցագործ, ուզում է 10 երեխա կորցրածնի։ Ինքը հանցագործ է։ Դա առավելություն չի, որ ինքը որտե կորույս ծնող է։ Դա մեծ ցավ է, բայց առավելություն չի։ Մեկ էլ մի բաներ եմ ուզում խոսել։ Այն որ կռված տղա կամ դաժե կռված աղջիկ, որը որ նաև վիրավորվել է պատերազմի ժամանակ, որ հելնում եթեր է անում։ Ասում է ես դեմ եմ խաղաղությանը, որ ասեմ ոտերից չի, որ դու դեմ ես։ Սենց հերիքա ապեր կամ քուրո։ Այսինքն ինչ անշան։ Ես կռվել եմ, ես վիրավորվել եմ, ես թույլ չեմ տա որ խաղաղության պայմանագիր կնքվի, չէ՞ լուրջ։ Ասենք այդ
20-30 հոգի, թեկուզ 20,000 հոգի քեզ լայքի, քեզ թվում է ինչ, քեզ ենք լսելու, խաղաղության պայմանագիրը չկնքենք, լուրջ եք ասում։ Չէ, դուք իրոք տենց լուրջ ձեր մասին տենց կարծիք ունեք, որ ձեր ասելով անելու։ Ես Արսեն ջան, իրոք որ sense նայում եք, մտածում եմ, արա լավ, ես չեմ հավատում, որ հայը տենց տուպո է լինի, էլի։ Ես չեմ հավատում։ Հայը չի կարա այդ աստիճանի տուպո է լինի, էլի։ Հասկանում ես։ Հենի ասի, ես դեմ է, ես թույլ չեմ տա, տո լավ է, եղող։ Մերի ջան, դե Համեստությունը լավ բան է, էլի։ Ասենք դու քեզնից ինչ ես ներկայացնում։ Ինչա դե կռվել ես, վիրավորվել ես, քեզ թվում է քո պատճառով մենք խաղաղություն չենք կնքելու ու դարերով սենց ապրելու ենք։ Իմիջիայլոց դարերով ոչ մեկը թույլ չի տա որ ապրեք։ Վերացնելու են դա 100%, որտեղ արդեն սաղի կողորտին է կանգնած, որտեղ մենք դարերով մենակ թշնամիներ ենք ձեռք բերել, մենակ դրա ընդունակությունն ենք ունեցել, խոսելու ընդունակություն չենք ունեցել, քթներս տնկած sense բան ենք, մեզ դրել ենք մեծ բանի տեղ, այսպես մի բուր հողով ու մի բուր ազգով, դրել ենք մեծ բանի տեղ, թույլ չենք տա, քանի տարի, ձեզ ինչ ասում, քանի տարի, հետո որ ասում եք Նիկոլ Փաշինյանը լավ չընդունեց բանը, ահա ինչա, են պուդլերին, չգնաց համալոտի մոտ ընդունի իրան դիմավորի, դրա համար պատերազմ սկսավ, հա, մեկ էլ սկսեցին շարքել, ինքը ասեց Արցախը Հայաստանը եւ ու պատերազմը սկսվեց։ Այսպես տուպոյ հայտարարություններ մենակ տուպոյ մանգոլը կանին։ Ձեզ թվում է պատերազմը սկսում են ինչ որ մի հայտարարությունից։ Ձեզ թվում է ինչ որ մեկին չդիմավորելուց պատերազմն է սկսում։ Այսինքն դուք չեք մտածում, որ 30 տարի սպասել անա։ Ուստեղ զանգը տվել է ռուսը, որ կարած սկսես։ Այդ մասին չեք մտածում։ Ու ռուսը չի ասել սկսի, որտեվ իրան չեն դիմավորել։ Ռուսը ասել է սկսի, որպեսզի հայ ազգին նակազատ անի, որ հայ ազգ հեղափոխություն անելն ու անկախություն ուզենալը ինչ գին ունի։ Այդ ինչի համար արել։ Ասեն ձեզ թվում է, որ դուք եկաք ասեցիք, ես դեմ եմ, հեսա մենք սա ասելու ենք, օքեյ ախպերս, հա։ Ձեզ տենց հա։ լսվում է հիմա մեր։ Հա, լսվում է ձեր չտաս հեռախոսը, տեսել ասեմ ու ավարտեմ։ Նորից եմ կրկնում, որտեղ սկսվում է պետական շահերը, ձեր իրավունքները ավարտվում է։ Այդտեղ ստոպ տվեք, սկորուստը քաշեք ու կանգնեք։ Այդտեղ դուք ոչ մեկ եք։ Որտեղ որ պետական շահերն է գալիս։ Էսի մեկը միշտ հիշեք։